Ողջույն։ Երեք քաղաքացի զրուցում բանավիճում էին եւ ինձ տեսնելով կարծիք սարցրին ադրբեջանցիների Հայաստանում հնարավոր բնակեցման վերաբերյալ։ Իմ կարծիքը հետեւյալն էր. Նիկոլից սպասում եմ ամեն ինչ, ու հատկապես ինչը որ հերքում է շատ ջիգյարով։ Համոզված եմ, որ հենց դա էլ տեղի կունենա։ Երեք քաղաքացուց երկուսը ինձ հետ համամիտ էին եւ նույնը բացատրում էին իրենց նիկոլական ընկերոջը։ Սա ասում է բամբասանքներ են։ Նիկոլն է երաշխավորել, որ ադրբեջանցիներ չեն գալու Հայաստանում բնակվեն։ Երեքից ծիծաղն էլ եկավ այդ խոսքից։ Ինքն էլ սկսեց ծիծաղել։ Այն մեկն ասում է, այն տարի, որ Նիկոլին մոտեցար, բան խնդրեցիր, ինքն էլ խոստացավ, արեց, պատասխանում է ցավոտ տեղից կպար։ Ասում է, բա որ քո այդ մետիկա պրոբլեմը խոստացավ խափեց, բա Ալիևի պրոբլեմը կլուծի։ Ընդամենը մի քանի օր առաջ Նախիջևանում տեղի ունեցավ վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան կոնֆերանս փառատոն։ Կազմակերպվել էր պետական մակարդակով։ Պահանջում էին Հայաստանի հետ բանակցությունների մեջ ներառել ադրբեջանցիների Հայաստանում բնակեցները։ Դրել էին Հայաստանի քարտեզի մակետը, մարզերը ադրբեջաներենով։ Հայաստանի կառավարությունից ոչ մի արձագանք չի եղել, իսկ այսօր միայն լրագրողների պնդմամբ Նիկոլը արձագանքում է, եւ գիտեք ոնց։ Մեղադրելով Հայաստանին։ Լսենք դրան։ Քանի ազգային ժողովի օրինակ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայլայն ձևով դա շարունակվելու է, դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Եթե ադրբեջանցիներին հարցնեք, նրանք այս արդարացումը չեն տա։ Կասեն Հայաստանը մերն է, Նիկոլ Փաշինյանը հենց այդ պատասխանն է չլեսելու տալիս եւ ընկնում է Պեչենու բաղերը։ Քանի որ ընդդիմադիրները դրել են Արցախի դրոշը, քանի որ Դաշնակցությունը Սփյուռքում կազմակերպում է քննարկումներ եւ այլն։ Այն որ ասում են ջայլամի քաղաքականություն, դա բնավ չի նշանակում, որ ջայլամը մտել է քաղաքականության մեջ, բայց նշանակում է, որ որոշները արհամարում են վտանգները, ջայլամի պես գլուխը թաքցնելով մտածում են, որ մարմինն էլ չի երևա։ Ադրբեջանցիներն ասում են Հայաստանն իրենց պապենական հողն է։ Այ սրան արձագանք չի տալիս Հայաստանի կառավարությունը։ Էկրանին հենց այդ Նախիջևանում տեղի ունեցած այդ փառատոն կոչվածից են կադրերը։ Սա ընդամենը արցախցիների իրենց հայրենիք վերադարձը միավորում է ադրբեջանցիների Հայաստան գալու թեմային։ Արցախցիների վերադարձի թեման ԿՊ-ն չի զարգացնում, այլ ընդդիմադիրները, չնայած որ պետքա իշխանությունը աներ։ Արցախցիներն են այդ թեման զարգացնում, բազմաթիվ հանրային գործիչներ։ Խորհրդարանում Արցախի դրոշները իշխանությունը չի տեղադրել, տեղադրել են ընդդիմադիր падգամավորները։ Ավելին, Հայաստանի իշխանությունը այս ամենին հակադարձում է Ադրբեջանից ավելի ուժգին, իսկ ահա ադրբեջանցիների վերադարձի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեման քննարկում է Ադրբեջանի կառավարությունը, Իլհամ Ալիևը, նրա աշխատակազմն է ֆինանսավորում։ Հայաստանում արցախցիների քննարկմանը դահլիճ չեն տրամադրում, իսկ այնտեղ Ալիևն է կազմակերպում։ Արևմտյան Ադրբեջանի մասին փառատոներին ելույթ են ունենում Միլի Մեջլիսի փոխխոսնակը։ Այստեղ Արցախի վերաբերյալ քննարկումներին տեսել եք Ռուբինյանի մասնակցությունը։ Այնտեղ ելույթ է ունենում նախագահի գրասենյակի ներկայացուցիչը, դրանց կրթության նախարարը։ Դուք այստեղ արցախցիների վերադարձի կոնֆերանսներին տեսել եք Ժաննա Անդրեասյանի ներկայությունը, ու որ պաշտպանի այդ թեզը։ Եվ ուրեմն ձեզ վստահաբար կարող եք հիմարացնել, ժողովրդին ոչ։ Այն օրն էլ ասում էր Արցախի դրոշը պատերազմի սպառնալիք է։ Որևէ անգամ լսել եք Ալիևն ասի Արևմտյան Ադրբեջան թեզից մի խոսեք։ Պատերազմի սպառնալիք է։ Ինչքան էլ սա ասի, թե Արևմտյան Ադրբեջան չունի կիրառական նշանակություն, այնքան խորացնելու է կասկածները, որ դա իրականանալու է իր օրոք։ Որովհետև չնայած սրանց հերքումներին, նրանք միլիարդավոր մանատներ են ծախսում, կազմակերպչական աշխատանք են տանում եւ մտցնում են արդեն միջազգային իրավական օրակարգ։ Մի բան, որը սա չի հանում արցախցիների վերադարձի մասով։ Չնայած որ նրանց արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանված է միջազգայինորեն։ Բաքվի նպատակը միայն ներքին լսարանի համար քարոզչություն իրականացնելը չէ։
Խնդիրը միջազգային շրջանառության մեջ այդ եզրույթը մտցնելն է, որպեսզի ժամանակի ընթացքում այն վերածվի քաղաքական պահանջի, հետո բանակցային պահանջի, հետո ճնշման գործիքի, չնայած արդեն ճնշում են։ Այնպես որ եթե Հայաստանում այս պահից սկսած Արցախ բառը ոչ մեկ անգամ չասի, մեկ է, Ադրբեջանը իր թեզը տանելու է, որովհետև դա իրենց համար ասել են ռազմավարական նշանակություն ունի։ Ժորժ ջան, եթե Հայաստանում տեղի ունենան փառատոններ այն մասին, որ Ադրբեջանը հին հայկական հող է, առաջինը Նիկոլը կասի սադրում եք ու քրեական գործեր կնախաձեռնի, կալանքներ կտա։ Այնտեղ Բաքվում ամեն օր կազմակերպում են միջոցառումներ ու ասում, թե Հայաստանը իրենց հողն է։ Հայաստանի իշխանությունը կենթանության նշան ցույց չի տալիս։ Հունիսի 20-ը փախստականների համաշխարհային օրն է։ 150,000 փախստական ունենք, տասնյակ հազարավոր փախստականներ էլ ունենք 88-ից ի վեր։ Մի հատ միջոցառում տեսակ պաշտոնական։ Ոչ։ Իսկ Ադրբեջանի կառավարությունը կազմակերպեց ու դարձյալ խոսեց Արևմտյան Ադրբեջանի մասին։ Այնպես որ իրենց մոտ, կրկնում եմ, ոչ թե հայլային արձագանք է, այլ հստակ ռազմավարություն։ Նիկոլը պատրաստում է բռունցքը ուղարկել Հայաստանի ներսում Արցախի թեման խեղդելու վրա։ Այսօր ճեպազրույցում մի այլ զավեշտ է ասում։ Դիտենք։ Այսինքն ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու։ Հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայլային արձագանքներ։ Մենք ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս տեսլականի օգտին քվեարկել է, սա շատ կարևոր հանգամանք է։ Արդեն որերորդ անգամ սա ասում է, թե հայ ժողովուրդը իրեն տվել է Ղարաբաղյան շարժումը փակելու մանդատ։ Այս ինչ բանի համար մանդատ, այն ինչ բանի համար մանդատ, սուտ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն մանդատ չի տվել։ Այս ընտրություններով տեսանք ու չի տվել այս բոլոր վտանգները հասկանալով։ Փաշինյանը գողացել է խորհրդարան անցնող կուսակցության մանդատները, ձայներ է գողացել պետական ընտրակաշառքով, վարչական ռեսուրսով, բռնաճնշումներով, նկարչությամբ։ Ընտրությունների արդյունքները վիճարկել են ընտրությանը մասնակցածների գրեթե կեսը, այնպես որ իրեն մանդատ ժողովուրդը չի տվել ու չի տվել անգամ պաշտոնական թվերով։ Պաշտոնական թվերով Նիկոլի վարած քաղաքականությանը դեմ քվեարկածների թիվը ավելի մեծ է, քան նրան ընտրածներինը։ Նա տարել է 49% ձայն ընդամենը, որից կեղծել է միգուցե 48%-ը։ Չեմ կարող ասել, որովհետև 4% ԲՀԿ-ից գողացողը կարող է 48% էլ մյուսներից գողանալ։ Կարճ ասած, Ժորժ ջան, մարդը, որ 2018-ին ասում էր սուտ են ասում, թե եկել եմ Արցախը հանձնեմ, բայց հանձնեց, նույնն էլ հիմա է ասում։ Սուտ են ասում, թե Արևմտյան Ադրբեջան է լինելու, ուրեմն վստահաբար տանելու է դրան։ Մենք կարծում եմ չպետք է մեզ հետաքրքրի, թե ինչպես է արդարանում Փաշինյանը։ Նա Հայաստանը դարձնում է Արևմտյան Ադրբեջան։ Մենք պետք է խոսենք, թե ինչպես է ժողովուրդը դրան հակազդելու։ Այլապես ինչպես երգում էին Արցախի հանձնումը, բայց դա համարեցին միակ փրկություն, այս դեպքում էլ Հայաստանը միակ փրկություն կհամարեն ադրբեջանցիների գալը։ Ադրբեջանն արդեն սկսել է Արևմտյան Ադրբեջան օպերացիայի ագրեսիվ փուլը, որովհետև հստակ գիտի, Երևանում նստած է մարդ, ով սեփական աթոռը պահելու համար ամեն ինչի պատրաստ է։